Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է, խնդրում եմ կրկին եւս մեկ անգամ լինել ակտիվ, տարածել, գրել ձեր հարցերը, հետաքրքրող եւ այլն։ Մենք այսօր հյուրընկալել ենք Մասիս համայնքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության ԵԿ նախագահ Ազա Համբարձումյանին, բնականաբար խոսելու ենք երկրում տիրող իրավիճակից ու մասնավորապես հաշվի առնելով նաեւ որ այսօր եւս մեկ անգամ ականատես եղանք նոր քաղբանտարկյալների ավելացման տարբեր ինչ որ պատճառներով դեռ հավաստի աղբյուրներից տեղեկություններ կոնկրետ չունենք կան բարման ենթարկվածներ որ անգամ տեղը չգիտեն մի խոսքով նու ընդդիմադիրների մասին է խոսքը կարծում եմ չեք զարմանում չէ որ ասենք միայն ընդդիմադիրներն են նման իրավիճակներում հայտնվում այնպես որ խոսենք երկրում տիրող իրավիճակի քաղբանտարկյալների այսպես կոչված եւ իշխանական այն գործելավոճի, որը որ արդեն 8 տարի է Հայաստանի Հանրապետությունում գործում է, բարև Ազա ջան, շնորհակալ ենք, որ եկել ես, օրինակ դու որպես այդպիսին լինելով նաև երիտասարդ ու զբաղվելով իհարկե արդեն քաղաքականությամբ, ինչ ոնց կարձագանք ես էլի, ասենք ինչ վիճակ է երկրում, որ ունենք քաղբանտարկյալների այնպիսի իրավիճակ, որ քաղբանտարկյալներ ունենք սրբազան, քաղբանտարկյալներ համայնքի ղեկավար, քաղբանտարկյալներ տերորիստ անչափահասներ կամ ուղղակի սովորական անչափահասներ, որոնք դեռ տերորիստ չեն համարվում իրենց համար։ Ոնց ես էլի պատկերացնում, լավ, սենց ինչպես պետք է շարունակվի։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ այսօր ներկա եմ գտնվում ոդքասթին, ցավում եմ տիրող իրավիճակի համար եւ կուզեի նշել ինձ համար շատ ցավալի է մանավանդ երիտասարդ տղայի ձերբակալությունը, այդքան այդ հասակում լինել քաղբանտարկյալ դժվար է դիտարկել քանի որ իրենք ոչինչ հաշվի չեն առել, թե երիտասարդի հուզական վիճակը, ինչպես նաև հայտնի դարձավ առողջական վիճակը եւ երկրում այս իրավիճակը մեղմ ասած ցավալի է։ Կարելի ասել խայտառակություն, բայց նաև պետք է նշեմ, որ ոչ մի մեղմացուցիչ հանգամանք հաշվի չի առնվել ու պետք է նաև նշել, որ դեպքը կատարվել է մեր Սուրբ Առաքելական եկեղեցում պատարագի ընթացքում, այսինքն վարչապետը հերիք չեկել էր այդ պատարագը հարամ անելու, այսպես կոչված։ Ինչպես միշտ եկեղեցու դեմ։ Այո, եկեղեցու դեմ իր պայքարը շարունակելով եկել էր պատարագը հարամ անել, այդ երիտասարդն էլ անչափահասը փաստացի ոչ մի գործողություն չի արել, ոչ թե հակաօրինական, այլ ընդհանրապես ինքը իր պատարագին էր մասնակցում։ Ու հաշվի չառնելով, որ անչափահաս է, ունի առողջական խնդիրներ, այդ տղայի նկատմամբ նման վերաբերմունք, իհարկե վերջի վերջո երեք իմացանք, որ ազատ է արձակվել, բայց այն ամեն ինչի մեջով ինչը որ անցել է ինքը լինելով անչափահաս այդ հոգեկան վիճակը եւ այլն, դա հաշվի առնելով մենք հասկանում ենք, որ այս մարդիկ ճակատագրեր խեղելու համար մի վարքյան անգամ չեն մտածի, եթե անգամ խնդիր լինի, չգիտեմ, ասենք ձերբակալելու անչափահասի կամ մասնավորապես նաև հաշվի չառնելով թե որտեղ է դա եկեղեցում է եւ այլն եւ այլն։ Հիմա մյուս քաղբանտարկյալների մասով նաև սրբազանների դեպքը կարող հաշվի առնենք, որ իրանց էլի դատում են արդեն կարելի ասել տարիներ շարունակվում է այդ բռնաճնշումները, որը չունի բացատրություն չկա, էլի ոչ մի հիմք չկա։ Ինչ հիմք, ինչ որ մի բան կա, որ դու օրինակ տեսնում ես ազատ։ Չէ, սրբազանների մասով Բագրատ սրբազանին, որ էլի աշխատասենյակը ստուգեցին, ոչ մի հիմնական բան չեն գտնում, որը կարող է խնդիր առաջացնել, բայց նրանք շարունակում են եւ իմ կարծիքով սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Իսկ անդրադառնալով մեր Դավիթ Մինասյանին, որպես երիտասարդ, նաև կասեմ, որ իշխանական թևը հանձինս վեդի համայնքապետի մի նյութ էր տարածել, որը որպես համայնքի ղեկավար նորմալ չէր, քանի որ կարծեմ վեդի բնակչությունը 18-ից 20 հազար է խոշորացված համայնքը եւ որպես համայնքի ղեկավար մոտավորապես 5000 երիտասարդ ունի վեդին եւ ինքը օրինակ է ծառայում իր բնակչին, իր քաղաքացուն, երիտասարդը իրեն ձայն են տվել որպես օրինակելի մարդ։ Եթե ինքը այդպիսի օրինակ է ծառայում, ապա սերունդը ինչ պետք է սովորի համայնքի ղեկավարից։ Երիտասարդին ճնշել, իր արած քայլերը վատաբանել, փորձել, չգիտեմ, ուժ գործադրել, այս է իշխանության պատկերը։ Այո, հեգնանք նման ասենք հիմա ինչ որ այա եղել է դեպք է
դա պետք է նաև քննվի բնականաբար, բայց այնուամենայնիվ լինես համայնքի ղեկավար ու նման պահվածք, որ ու զարմանալի չի, եթե մենք հաշվի առնենք այս ԿՊԱ-ականների պահվածքը այս վերջի 8 տարիների ընթացքում, առավել եւս 21 թվականից հետո, երբ որ վերընտրվեցին, վերարտադրվեցին այսպես կոչված, իրենց լկտիության աստիճանը չափորոշիչներ չունի, այսինքն իրանք հանգիստ ծեծում էին զոհվածի ծնողներին հենց եռաբլուրում, իրենք հանգիստ վերցրել էին անչափահասների տներից գրեչկով ինչ-որ զենք զիրամթերք, որ ասում են, որ տերորի հետ կապված ինչ-որ ատրիբուտներ է եւ այլն, իրանք Ես վստահ եմ, որ իրենք կարող են հանգիստ գործ հարուցել, օրինակ, չգիտեմ, նորածին երեխաների վրա, որ հայրենասերների ընտանիքում են ծնվել եւ այլն, հաշվի առնելով նաեւ իդեպ նոր հիշեցի, որ ունեինք նաեւ այդ նախադեպը, որ կաթով կերակրող մայրիկին բերման են ենթարկել, ձերբակալել էին ու տնային կալանք հետագայում ինչ-որ տարբեր վճիռներ եղավ, այսինքն անգամ այդ հաշվի չեն առել, որ երեխան օրինակ կաթով է սնվում ու իրենք խոսում են ժողովրդավարությունից, այդ ժողովրդավարության բաստիոն, Հայաստանի Հանրապետությունն ու ժողովրդավարությունը հոմանիշներ են սարքել ու մատի փաթաթան, ազգային ժողովում ժողովրդավարությունից են խոսում, դուրս են գալի մարզեր ուրախ ավտոբուսով ժողովրդավարությունից են խոսում ու քաղբանտարկյալների, ու էլ չեմ ասում, որ ինչ ժողովրդավարություն, երբ որ իրենց հետ կապված վթարներ ալնում հղիկին է սպանվում, հետո սպանվեց ու 12 վիհավոր էս վերջերս, երբ որ գնում էին էլի մարզեր ճանապարհները մաքրում են, երբ որ իրենք են անցնելու, ճանապարհը բացում են, ունեն ժողովրդավարությունն է, որ ամբողջ քաղաքը պարալիզացնում են, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը կամ մեծը Նալեն Սիմոնյանը անցնեն այդտեղով, որտեղ իրանք սովոր չեն էլի, որ ասենք կարմիրա կանգնեն, բան ու երբ որ նայում ես իրենց քննադատությունները այն ժամանակ, չէ, այ գիտեք ինչ կա բռնապետությունն է, տեսեք ձեզ խափում են ժողովուրդ, եկեք, չգիտեմ, հանրապետականներին մերժենք, որ ավելի լավ ապրենք։ Հիմա տեսեք, նախկիների ժամանակ եթե 5 մեքենա էր, պայմանականորեն, վերցված թվերը, հիմա 25 մեքենա է։ Եթե այն ժամանակ, ասենք, հին մոդելի մեքենա էր, հիմա ամենավերջի մոդելի մեքենաները, բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ պետ համարանիշ այնքան ճղճիմ ու խղճոկ պետքա լինես, որ վերցնես Հայաստանի դրոշը։ Առանձնացված լինի։ Էլի, ասենք, լավ լուրջ։ Դա նրանից է, որ իրենք մի քիչ այսպես մեկնաբանեմ, այո, ոչինչ չեն տեսել։ Եթե խոսում են հանրապետականից Սերժ Սարգսյանից, ես միշտ ասում եմ, որ Արցախի հերոս է Սերժ Սարգսյանը, եղել է ՊՆ նախարար, այսինքն մարդու ունի ուղի անցած, որը անհերքելի է։ Որը ազատագրման մասին է իդեպ։ Այո, անհերքելի է։ Իսկ իրենք, որ ոչինչ չեն տեսել, եղել է դեղին մամուլ Նիկոլ Փաշինյանը, դեղին մամուլի կրող, եւ հիմա որոշել է, որ ինքը կարող է նախկիններին ինչ որ բան ասել, մոռացել է իր ուղին շատ արագ։ Դե հա, չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ ու սկսան զարգանալ, արագ զարգացան, էլեկտրոմոբիլներ ունեցան, դղյակներ ունեցան եւ այլն, հիմա էլ մեղադրում են ընդդիմությանը կամ հայրենասեր մեր հայրենակիցներին, որ գիտեք ինչ կա, դուք լուրջ ձեր համար հանգիստ նստեք տեղներդ, մենք մնացածը թալանենք, ուտենք ու շարունակենք, կեղեքել հայ ժողովրդին, սարքել տուգանքի մատերիալ։ Հիմա վերադառնալով թեմային, օրինակ քաղբանտարկյալ նաև հիշեցի, որ ունեցել են քաղբանտարկյալ, որ ուղակի ձվածեղ էր սարքում։ Քաղբանտարկյալ տարբեր բլոգերությամբ զբաղվող, էլ չէ, ուզում եի հիշեի ինչ քաղբանտարկյալ կա, որ դեռ չենք ունեցել, այսինքն ինչ քաղբանտարկյալ է հնարավոր, Նիկոլի ֆանտազիան մինչև ուր է, էլի, ասենք էլ ում է հնարավոր, որ ինքը դեռ չի ձերբակալել, էլ չեմ ասում նաև, քանի որ հյուրս այսօր դու ես, պետքա հիշենք քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանին, ով Մասիսի համայնքապետը լինելով, վերաբացվեց իր հետ կապված մի գործ, որը որ 6 եւ ավել տարիների վաղեմություն ուներ ու հիմա այդ գործով դեռ անցնում է ու փաստացի Դավիթ Համբարձումյանը, երբ որ գործը հարուցում են երկրում չէր, ինքը վերադարձել է Հայաստան, որպեսզի ապացուցի նախ, որ ինքը երբևիցե չի լքել ու խրամատը ու չի լքել նախ ու երկրորդ որ ինքը վախենար այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի իշխանությունից մասնավորապես նաև քաղբանտարկյալ լինելուց, բանտարկված լինելուց բնականաբար չէր վերադառնա, այսինքն այն փաստը որ ինքը Հայաստանի Հանրապետությունում է, նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան վախկոտ է, իսկ Դավիթ Համբարձումյանը ապացուցեց, որ ինքը բանտում լինելով կամ տնային կալանքում լինելով ավելի ազատ է։ Խնդրեի մի
քանի էպիզոդով ներկայացներ նախ լինելով նաև Մասիսցի ինչ աշխատանքներ է կատարել, այսինքն պարտադիր չի որ մենք հավաքվենք մեզ գովանք, բայց եթե կատարված աշխատանքները կան, որը որ այս պահին չի գնահատվում իշխանությունների կողմից, պետքա բարձրաձայնվի, չէ՞։ Հաշվի առնելով, որ դու ասացիր, որ ունենք համայնքապետ, որ ուղղակի անչափահասի ձեռ է առնում ստատուսով գրառումով, բայց մասնավորապես կոնկրետ գործողություն չի կատարել, որպեսզի բարելավի տվյալ մարզի իր բնակիչների ու իր իշխանության ներքո գտնվող բնակիչների կյանքը։ Որպես Մասիս համայնքի քաղաքացի Դավիթ Համբարձումյանի վարած քաղաքականությունը ինձ համար միմիայն հայանպաստ, հայրենասեր մարդու վարվելաձև է եղել։ 2016 թվականին ընտրվել եմ որպես Մասիս քաղաքի ղեկավար, Մասիսի քաղաքապետ։ 2021 թվականին համայնքային խոշորացումից հետո ընտրվել է, արդեն վերընտրվել եմ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավար։ Բայց տես կներես, այս արդեն ցուցիչ է, որ ինքը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եղել է համայնքապետ, հետո Նիկոլ Փաշինյանի օրոք վերընտրվել է համայնքապետ, այսինքն իր աշխատանքը գնահատելով իր ընտրողները վերընտրել են, այսինքն ստեղ այլ խոսք լինել չի կարող իհարկե մեր հեռուստադիտողների համար, հա, ոնց որ պարզաբանում որպես, որտեղ միգուցե շատերը չգիտեին կամ չեն ուսումնասիրել։ Դավիթ Համբարձումյանը 2021 թվականից իր վարած քաղաքականությամբ ապացուցել է, որ չի եղել իշխանամետ, հիմա էլ իշխանամետ չէ, ընդդիմադիր համայնքապետ լինելով իր ժողովրդի համար արել է այն, ինչ որ պետք է անի իրական համայնքապետը, իրական հայ մարդը, ով այդպիսի պաշտոնում է, եւ միշտ այս խոսքը ասում եմ, չի գտնվի մի մարդ, ով կարող է ասել, որ դիմել է Դավիթ Համբարձումյանին եւ ստացել է մերժում։ Մշտապես բաց կառավարման համակարգով է աշխատել, բոլոր մարդիկ, բոլոր համայնքի բնակիչները հնարավորություն են ունեցել իրեն եւ անձամբ ինչ որ հարցերով մոտենալ, այսինքն երբ հանդիպել իրեն եւ ինչ որ նամակներ գրել եւ ստացել են միմիայն դրական արձագանք։ Ինձ համար շատ կարևոր է խոսելով երիտասարդներից անդրադառնամ, որ մենք եւս հնարավորություն ունենք ազատ ելք ու մուտք դեպի համայնքապետարան, վերցնել երիտասարդական դահլիճը, իրականացնել ծրագրեր, հնարավորության դեպքում խնդիրները բարձրաձայնել համայնքում, կապ չունի ինչ խնդիր կլինի, ինչ ոլորտի կլինի, մենք շատ ազատ ենք։ Այսինքն բռնաճնշումներ չկան, ինչպես խոսելով իշխանությանը անդրադարձանք երիտասարդներին ձեռք առնել, փորձել իրենց խոսքը, չգիտեմ, սահմանափակել, մեզ համար հնարավորություն կար ուսանողական ավտոբուս 2021 թվականից ոչ թե շատ այլ իշխանական համայնքների նման նոր են հիշել։ Հիմա քարոզարշավա, չէ, ընտրությունները։ Այո, իրենք ես շեշտեմ նույնիսկ Արտաշատում։ Այո, Արտաշատում 1-2 ամենաշատը 3 ամիս, հստակ չեմ ուզի ժամանակահատված ասեմ, որպեսզի չստացվի իրենց հետևից եմ ընկել, բայց հավատացած եղեք նոր է կիրառվում, ինչա երիտասարդի նոր է հիշել, Վեդին էլ, ես ուղղակի Արարատին եմ անդրադառնում, որպես Մասիս ավելի շատ, այո։ Իդեպ նաև այս թեմայով երեք գնացել է Նիկոլ Փաշինյանը եզդիների հետ հանդիպման իրենց այդ արարողակարգի ժամանակ ու մի կին չի դիմացի ասել է քանի տարիա վարչապետ ես առաջի անգամ որոշեցիր գաստենաս, որ եզդիներ կան ու իրանք ինչ որ ասեն կարողություն են անում, տոնական օրեր էլի։ Ուզում եմ ասեմ ընտրություններ, գնացել է տարբեր ձև թիրախավորում է տարբեր մեր հայրենակիցների, որպեսզի եզդիները եւս շատ բարձր դեր ունեն, ինչպես մենք, այնպես իրենք, քանի որ ռեսուրս ունեն։ Ես լսել եմ ու չեմ կարող չնշել, որ Համբարձումյանը Արցախի հետ կապված բռնի տեղահանությունը, երբ որ իրականացվեց 23 թվականին բավականին մեծաթիվ արցախցիներ հենց Մասիսում բնակեցվեցին, իրենց օգնեց հենց լինելով նաև ընդեղի քաղաքապետ ու շատերի հետ որ շփվում ենք Մասիսցիների կամ Մասիսում բնակվող արցախցիների բնականաբար բոլորը գովում են ու պետք է նաև նշել, որ միակ համայնքն է, որը ամենամեծականակ աջակցությունն է եղել, լինելով ընդդիմադիր գործիչ, չունենալով այնքան ռեսուրսներ, ինչքան իշխանությունները եւ այլն ու հաշվի առնելով, որ այս իշխանությունները այնքան ստոր են, որ իրենք կազմակերպել են Արցախի հանձնումն ու հայաթափումը, իրենք չօգնեցին անգամ մեր արցախցիներին, մեր հայրենակիցներին, որ գոնե Հայաստանի Հանրապետությունում այդ ընդունելությունը, այդ իշխանությունները կարող էին էլի իրենց թույլ տալ
նման այդ իրականացնելու են ծրագրերը, որոնք որ կօգնեն մեր արցախցիներին ավելի հեշտ ինտեգրվելու, ցավոք սրտի հասկանում ենք իրականությունը շատ ցավալի է, չեն կարող փոխարինել իրենց տները Արցախում Հայաստանով, բայց դե այնուամենայնիվ Դավիթ Համբարձումյանը հազարավոր քաղաքացիների օգնել է, որպեսզի կարողանան վարձակալության հիմունքներով բնակարաններ ունենան, ապրելու տեղ ունենան ու նաև ստեղծել էր աշխատատեղը 18000-ի մասն է խոսքը, դրասրեց Ազան ու լիքը մեր հայրենակիցների արցախցիների աշխատանքով ապահովելու հետ կապված խնդիրներ ա լուծել, որոնք հավելումներ հեսա անեմ 18000 արցախցի ընդունել ենք եւ ամբողջ համայնքն է բաց եղել, թե համայնքապետանի աշխատակիցներն են արագ գրանցումներ արել, փորձել արագ տներ գտնել, թե համայնքի բնակիչներն են փորձել, ով եթե մեկ սենյակ ունի տեղավորել եւ այդ ամեն ինչը համայնքի ղեկավարից է գալիս։ Քանի որ նա ցույց է տվել, որ ես պատրաստ եմ 18000-ի ընդունել, բնակիչներն էլ արդեն ինքնաբերաբար իրենք էլ են պատրաստակամություն հայտնել։ Դա մեր համայնքի միասնականության մասին է խոսում։ Եվ Դավիթ Համբարձումյանը, այո, իր հաշվին, իր անձնական միջոցներով, իր ընկերների միջոցներով է փորձել մարդկանց տներում տեղավորել, վարձերը վճարել։ Մարդիկ մտածում են, որ դա երևի թե համայնքի բյուջեից է, իրենք պատկերացում չունեն, որ համայնքի բյուջեից չես կարող, այո, անձնական միջոցներով եւ այո, նա իրեն պահել է իրական հայի պես։ Ինչպես այո, յուրաքանչյուր հայրենասեր լինելով համայնքապետ կդիմավորեր իր հայրենակիցներին առավել եւս նման ցավի ու վշտի հետ կապված։ Հիմա թեման շարունակելով այլ քաղբանտարկյալների հետ կապված կարծում եմ զարմանալու տեղիք չի տա, չնայած հաշվի առնելով, որ դեռ 2 ամիս քարոզարշավ է ընտրություններին ընդառաջ, ես պատկերացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ միգուցե ձերբակալի, օրինակ, ասենք փողոցային թափառող շների ասի, որ իրենք տանում էին, որպեսզի հանձնեին ընտրակաշառքներ, այո, հետո ձերբակալի, ասենք անշարժ քարեր ասի, որ այս քարի տակ էր դրած այդ ընտրակաշառքը եւ այլն եւ այլն։ Պարզ է, որ զարմանալու ոչինչ չկա Նիկոլ Փաշինյանի գործելավոճի մեջ, չենք էլ փորձում զարմանանք, մենք պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբերակները, մոդելները, այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, իդեպ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի միասնական թեկնածուն էր այն շրջանակներում, որ հեռացնեինք Նիկոլ Փաշինյանին սահմանադրական ճանապարհով նոր գնայինք ընտրությունների, կարծում եմ դեռ ընթացքը ցույց կտա Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտով կգնա ընտրություններով, թե փողոցային պայքարով, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այդ ամեն ինչը պետքա միասնականության սկզբունքով լինի ու միառժամանակ լինի, այսինքն եւ փողոցային պայքար լինի եւ իմպիչմենտ եւ բնականաբար հետագայում նաեւ ընտրություններ ես իմպիչմենտով եւ հենց կարծում եմ իմպիչմենտի եւ փողոցային պայքարի արդյունք է մեր քաղբանտարկյալների թիվը, որը օր-օրի աճում է։ Դե հա, օրինակ եղել է ժամանակներ, անցել է 40-ը, 50-ը ու իդեպ մենք ուսումնասիրել էինք Հայաստանի պատմության մեջ չի եղել ամենամեծականակ քաղբանտարկյալները եղել են Նիկոլ Փաշինյանի օրոք ու ըստ Նիկոլ Փաշինյանի ամենաժողովրդավար ու խաղաղ ժամանակները հիմա են։ Այսինքն ուղիղ հակառակն է ասում, այսինքն ուղիղ սուտ, էլի։ Հիմա չենք կարող նաև չնշել, չհիշել ու չպահանջել, որպեսզի գերիների վերադարձ լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնան հայրենիք, վերադառնան մեր մոտ, քանի որ իրենք այդ բռնի տեղահանության ընթացքում կարելի ասել հանձնվեցին, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները անվտանգ կարողանան հասնել Հայաստանի Հանրապետություն, բնականաբար Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը եւ մեր գերիներին թողեց այնտեղ ու մատը մատին չեն տալի, լկտի սուտ է, որ իրանք ինչ-որ աշխատանքներ են տանում, դա իրենց կիրթ եւ կառուցողական եղբայր Ալիևը եւ Էրդողանը կարող էին նաև նման փողզիջումների տարբերակով վերադարձնեին գերիներին, շուտափույթ ազատում, բարի վերադարձ մեր գերիներին, բնականաբար ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, բոլորը վերադառնան իրենց ընտանիքներ, վերադառնան իրենց բնականոն կյանքին, այս մեր երկրում քանի Նիկոլն է, հնարավոր չի էլի ստացվի ժողովրդավարություն ու լինի խաղաղություն։ Այսինքն այն սևերի սպիտակի բաժանումները, որ արել է արցախցիների, հայաստանցիների բաժանումները, որ արել է, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում է ընդդիմադիրները
պատերազմի մասին են, մենք խաղաղության։ Բնականաբար հերթական սուտն է ու քաղբանտարկյալները ես վստահ եմ, ցավոք սրտի ես վստահ եմ, որ մեր դատաիրավական համակարգը մինչև վերջ ծառայելու է Նիկոլ Փաշինյանին, գոնե մեծամասնությունը ցավոք սրտի էլի, ու քաղբանտարկյալները ավելի շատանալու են, հաշվի առնելով քարոզարշավը, թեժ պայքարը, որը որ դեռ սպասվում է, էլ չեմ ասում այն ակտիվ պայքարը, որը որ սպասվում է վերջի օրերին, նենց որ քաղբանտարկյալների աճը, բնականաբար ոնց է, չէ, իրենց մոտ տնտեսական աճ եւ քաղբանտարկյալների աճ, նենց որ սպասենք նոր զարգացումների, սիրելի հայրենակիցներ, փորձենք լինել իրազեկված, փորձենք իրականությունից չկտրվել, փորձենք հնարավորինս յուրաքանչյուրս մեր կողքի հարևանից, հարազատից սկսած բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին չի, Նիկոլ Փաշինյանը բռնապետության մասին է, պատերազմի, պարտությունների մասին է։ Դուք էլ եղեք ակտիվ, տարածեք, ակտիվ եղեք կոմենտներում, մենք անդրադառնանք յուրաքանչյուր այն խնդրին, հարցին, որոնք որ դուք կներկայացնեք մեզ, մենք կփորձենք մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել նաև ձեզ, որպեսզի մեր ոդկասթը ծառայի նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ եւ հետևորդներ, այսօր այսքանը, կհանդիպենք նոր զարգացումներով, շնորհակալ ենք, որ մեր հետ էիք։